Գագույն Թովմասյան։ Շնորհակալություն, կաշխատեմ լինել հակիրճ, իմ գործընկերների համբերությունը չճարժայելու համար, պարոն Թունյան, երկու հարց։ Դուք նաև ասացիք, որ քաղաքացիների շատ փոքր թիվն է, փոքր թվի թվով քաղաքացիներ են հայտարարագիր ներկայացրել։ Մոտավորապես 5%-ի մասին է խոսքը հայտարարագիր լրացնելու պարտավորություն ունեցողների։ Հիմա, քանի որ իշխանությունը հայտարարել է, որ սա կոռուպցիայի դեմ պայքարի աննախադեպ նաև գործիք է, ես ուզում եմ դուք ինձ բացատրեք եւ նաև հանրությանը բացատրեք, այդ 5% քաղաքացիներ, ովքեր որ լրացրել են հայտարարագիր, արդյոք նպաստել են այդ կոռուպցիայի դեմ պայքարի 5%-անոց դրական տեղաշարժի։ Եվ երկրորդ հարցս, ձեր հարևան Պողոսը լրացրել է հայտարարագիրը։ Մեր հարևան Պողոսը չի լրացրել եւ ասաց, որ չի լրացնելու, որովհետեւ ինքը թոշակառու է, իր թորը, իր որդին մեկ-մեկ իրեն գումար են փոխանցում, որքան որ թոշակը չի բավարարում, որպեսզի ապրի եւ ասաց սկզբունքորեն չի լրացնելու։ Ձեր հարևանից ինչ կա։ Տիկին Թոմասյան, ամեն հաջորդ հարցն հենց հարցա, որ գայթակղություն առաջանում կենտրոնալա դրա վրա այն մեկին չպատասխանել։ Պողոսը ըստ էության ձեր մոտ է տեղափոխվել, դուք էլ կարող եք հարցնել, որտեղ ոնց որ էլ մեր մոտ չի ապրում։ Առաջին հարցինի պատասխան։ Ուրեմն հայտարարագիրը ֆիզիկական անձանց եւ դրա արժեվ դրված նպատակները չնայած անուղղակիորեն լուծում են նաև կոռուպցիայի խնդիրը, բայց իրենց արժև հիմնական նպատակը կոռուպցիան չի եղել եւ դա կարող է կոռուպցիայի դեմ պայքարին օգուտ տալ, երբ որ մենք ունենանք այդ ամբողջական փակ ցիկլը, այսինքն երբ որ բոլորը կլրացնեն, հնարավոր կլինի արդեն այդ միջօղակային կապերը տեսնել, բացահայտել, հասկանալ ինչ է կատարվում, այդ ժամանակ դա նաև թույլ կտա որոշ շեղումներ, եթե կան ի հայտ բերել 5% կամ 10% լրացնելու պարագայում դա այդ էֆեկտը չի ունենա, ուչերել կարող ունենալ, շնորհակալություն։ Ունեք արձագանք։ Շնորհակալություն, պարոն Թունյան։